ով է ասում, որ եթե դեսպանատունը կամ հյուպատոսությունը 1-2 անգամ մերժել է ձեր վիզան, կմերժի նաև 3-րդ անգամ։ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության ղեկավարի խոսքով արտասահմանյան դեսպանատների կանոնակարգում այսպիսի ցուցում չկա։ Ես պրակտիկորեն գիտեմ օրինակներ, ինչ կապված ասեք Միացյալ Նահանգների դեսպանության հետ, որ քաղաքացին 1-2 անգամ մերժում է ստացել, 3-րդ անգամ դիմել եւ 10 տարվա վիզա է ստացել։ Դեսպանատների կանոնակարգը հուշում է, որ եթե մերժումից 3-4 շաբաթ հետո քաղաքացու կյանքում ու փաստաթղթերում տեղի են ունենում փոփոխություններ, նա կարող է դարձյալ դիմել մուտքի արտոնագիր ստանալու համար։ Միացյալ Նահանգների դեսպանությունը ասում որ դա քաղաքացու խնդիրն է, որ ինքը այնպիսի փաստաթղթեր ներկայացնի, որոնք կհաստատեն, որ առաջինը իր կապը Հայաստանի հետ շատ ավելի ամուր է, քան Միացյալ Նահանգների հետ, եւ որոնք ցույց կտան, որ կվստահեցնեն, որ ինքը որոշակի ժամանակ անցկացնելով, ինչքան որ այդ իր մուտքի արտոնագրի տևողությունն է, այդ երկրում կվերադառնա Հայաստան։ Միացյալ Նահանգները Հայաստանի քաղաքացիներին տրամադրում է մուտքի բազմակի արտոնագիր մինչև 10 տարվա համար, սակայն միշտ չէ, որ 10 տարվա արտոնագիր ունեցող քաղաքացին կարող է հենց առաջին կամ նույնիսկ 9-րդ տարում այցելել Միացյալ Նահանգներ։ Դիմել ենք Միացյալ Նահանգների դեսպանությանը այդ հարցադրումով որևէ սահմանափակում այս դեսպանության կողմից, այսինքն արգելափակում նրա երկի համար չկա։ Վերջին որոշումը մուտք գործելու համար տվյալ երկիր կայացնում է սահմանապահը։ Իսկ դու կարող ես ունենաս մուտքի արտոնագիր նորմալ ձևով տրված դեսպանության կողմից, բայց սահմանապահը մուտք գործելիս երկիր կարող է չարտոնի քեզ։ Եվրամիությունը եւս տրամադրում է բազմակի մուտքի արտոնագրեր, սակայն մուլտիշենգենի առավելագույն ժամկետը 5 տարի է։ Եվրամիության երկրների դեսպանատները այն տրամադրում են ոչ բոլորին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշ կատեգորիաներին կարող են տրամադրել մինչև 5 տարվա մուտքի արտոնագիր։ Մտնում են այդ կատեգորիայի մեջ օրինակ Հայաստանի պետական պաշտոնյաները, որոնք տարբեր պատվիրակությունների կազմում մշտապես տարիներ շարունակ այցելում են եվրոպական երկրներ, բանակցությունների։ Լրագրողը եւս կարող է ստանալ մուլտիշենգեն, այն էլ անվճար։ Միայն թե անհրաժեշտ է փաստաթղթերով ապացուցել, որ այցը գործնական է։ Արտաքին գործերի նախարարության պաշտոնյան նշեց, որ Հայաստանը շարունակում է հաջողությամբ բանակցել Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացման համար։ Լիլիթ Ասլանյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։